Մենք այսօր եկել ենք Սանահին Միկոյանների տուն թանգարան, որովհետև մեր ծրագրում կա ուսումնասիրել մարդկային մտքի եւ գործի թռիչքը։ Թռիչքը ամեն օր բնության մեջ, թռիչքը մարդու կենտանի ստեղծագործություններում, ինչպիսին ինքնաթիռն է, օտանավն է, տիեզերանավն է, եւ թռիչքը մարդու մտքի մեջ որպես երևակայության արդյունք։ Ճանապարհորդենք Միկոյանների աշխարհում, որովհետև մենք այստեղ գտնելու ենք զարմանահրաշ շատ բաներ, այն ինչով որ կարող է բարձրանալ հայուկենը։ Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ծնվել է 1905 թվականի Հայաստանի Սանահին գյուղում։ Առաջին ինքնաթիռը ստեղծեց այն ժամանակ, երբ դեռ ուսանող էր, Ժուկովսկ անվան ռազմաօդային ակադեմիայի սան։ Հայտագործ էր, փայտային էր ինչ որ դուք տեսնում եք, պատրաստված է հորձերքով։ Միկոյանների հայրը տարաճանաչ չի եղել, ոչ մի տեղ չի իմացել եւ ասում է իրեն երեխաներին դպրոց ուղարկելու համար դիմումը գրել է գյուղի քահանան։ Սա իրենց ընտանիքը բազմանդամ էր։ Հայրը, մայրը եղել է տնային տնտեսուհի, ինքը մեր Օձուն գյուղից, Աբովյաններից է։ Ավագ որդին Երվանդը կրթություն չի ունեցել, հողագործությամբ է զբաղվել։ Արտյոմը կոնստրուկտորը, որը ընտանիքի ամենակրտսեր որդին էր։ Երկու քույրեր, Անաստաս Միկոյանները 3 եղբայր, 2 քույր են եղել, ոչ մեկը իհարկե կենդանի չեն։ Սանահին գյուղում թաղված են հայրը, 2 քույրերը, մայրը Արտյոմ Միկոյանը, Անաստաս Միկոյանը, Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատան 1885-ին Լորվա մեր Սանահին գյուղում։ Գյուղական դպրոցում սովորել է մի քանի տարի, եկեղեցում։ 6 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյանը։ Ներսիսյանում սովորելու ժամանակ Միկոյանն էր դասընկերների հետ։ Պահպանված է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վկայագիրը։ Միկոյանը 2 առարկայից 3 է ունեցել, կրոնից եւ եկեցողությունից։ Ասма ձայնը շատ վատ էր, մի անգամ լսանում երկեցի, լսալը ծիծաղեց ու հետո չեմ երկել։ Կրոնից ասма ես հավատացյալ չէի, ինձ Անաստասի փոխարեն Անաստված էին ասում։ 16 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, բայց երեխաներ, որ հավատքի չի եղել, էլի է թողել։ 25 թվականից ընդմիշտ տեղափոխվել է Մոսկվա, վարել բազմաթիվ պատասխանատու աշխատանքներ, ամենաերկարակեց քաղաքական գործիչներ, նրա վերջին պաշտոնը 64-ից 65 թվականներին Գերագույն Սովետի նախագահության նախագահ, այսինքն երկրի ղեկավարի աշխատել։ Անաստաս Միկոյանն է Եղովի Ստալինի հետ, ներքին ցուցադրված են իրեն ընտանեկան լուսանկարները, կինը Աշխեն Թումանյանը, Հովհաննես Թումանյանի հեռավոր ազգակցականն էր, 5 որդիների հետ աղջիկ չունեցել։ 6 թվականին Անաստաս Միկոյանը եղել է Սնոդի արտաբերության մինիստրը աշխատելու ժամանակ 6 ամսով գործողում է Ամերիկա, ծանոթանալու Սննդի արտաբերության հետ, վերադառնալով Սովետական Միություն, մասնագետներ է ուղարկում Ամերիկա, այս ինչ որ դուք տեսնում եք, պահարանում, սառնանում ցուցադրված, Միկոյանի շնորհիվ տեխնոլոգիան բերվել է Ամերիկայից, առաջին սառնարանները բերել է Ամերիկայից, առաջին խոհարարական գիրքը գրել է Միկոյանը, շամպանսկու տեխնոլոգիան, ոնց է քեֆերի խմում եք, 36 թվականին բերել է Փարիզից, 37 թվականին նոր տարվա բոլորի սեղանի ամենահարգ խմիչքը շամպանսկին էր։ Միկոյանը մեծ աշխատանք է կատարել հայնական մեծ պատերազմի ժամանակ, 41-ից 45 թվականներին նա պետական պաշտպանության կոմիտեի անդամ էր, միաժամանակ ամբողջ պատերազմի ընթացքում հանձնարարված էր թիկունքի սնունդ մատակարարելը, երեխեք ջան, պատերազմի ժամանակ մերձի որուսով չզգաց, մեծ աշխատանք է կատարել Լենինգրադի բլոկադայի օրերին, պաշարված քաղաքի բնակչությանը մատակարարելով սնունդ, Ոչաղունցկի սիգարետ ինչ որ դուք տեսնում եք, պատերազմի ժամանակ զինվորի ամենօրյա օգտագործող, մի բանն է էլի նույնը, Միկոյանը եղել է 30-ից ավելի արտասահմանյան երկրներում, նա եղել է մեծագույն միջազգային ագետ, տնտեսագետ, Մաո Ձեդուն, Ինդիրա Գանդի, Հեմինգուեյ,
Այսօր աշխարհին հայտնի է, որ 62 թվականին Միկոյանի ջանքերով կանխվել է 3-րդ համաշխարհային պատերազմը, 1962-ին, երբ Կուբայի Հանրապետությունը բլոկադա է ենթարկվում Ամերիկայի կողմից, կուսակցությունը Անաստաս Միկոյանին ուղարկում է Կուբա կարգավորելու իրավիճակը, այսինքն միակ քաղաքական գործիչն էր, որ մեծ հեղինակություն ուներ արտասահմանում, նա կարող էր բանակցություններով թույլ չտալ, որ տեղի ունենա 3-րդ համաշխարհայինը, այդ ժամանակ նրա կինը Աշխեն Թումանյանը ծանր վիճակում էր։ Բժիշկները մի քանի օրվա կյանքի հույս էին տալիս, բայց եւ այնպես Միկոյանը կնոջը ծանր վիճակում թողնելով մեկնեց Կուբա։ 2 օր հետո Անաստաս Միկոյանը Կուբայից իր ցավակցական հեռագիրն է ուղարկում իրեն սիրելի կնոջ եւ մարտական ընկերուհու մահվան մասին։ Կուբայում իր հետ էր նաեւ փոքր որդին Սերգո Միկոյանը, ժուրնալիստ, եւ նա մեզ պատմում էր, ասում է, եւ մայրիկի մահվան լուրը լսեցինք, ես փորձում էի համոզել հորս, որպեսզի հետ վերադառնանք Մոսկվա, սակայն հայրս համառորեն մնաց Կուբայում, տղային հետ է ուղարկում Մոսկվա, ասում է, առանց հայրիկի մենք ամբողջ թաղման արարողությունը կազմակերպեցինք, իսկ երբ հայրս կարգավորեց Կուբայի իրավիճակ, այսինքն բանակցություններով կանխեց 3-րդ համաշխարհայինը, ասում է, վերադառնում է Մոսկվա, ինքնաթիռից իջնում է ու անմիջապես ուղևորվում Նովոդևիչի գերեզմանատուն, կնոջ գերեզմանին, այնուհետև հայրս հաճախակի սիրում էր առանձնանալ իր առանձնասենյակում եւ դիտել թաղման արարողությունը։ Այսօր աշխարհին հայտնի է, որ Միկոյանի ջանքերով կանխվեց 3-րդ համաշխարհային պատերազմը, այսինքն աշխարհը բնաջնջումից Միկոյանը փրկել, ասում է, երկրներ կային, որ նախորդ արդեն նախապատրաստում են, որ գոյություն չեն ունենալու, քանի լեզու եք տիրապետում դուք։ Միկոյանը տիրապետել է 14 միջազգային լեզուներ, բառաններով սովորել է, որ երկիր մեկնել է, նա կարողացել է տվյալ երկրում ճիշտ հաղորդակցվել, առանց թարգմանչի։ Այս նավը Անաստաս Միկոյանի անունով քաղաքական գործիչի անունով սարսափած նավ հայրենական պատերազմի ժամանակ եղել է։ Նավը 41-42 թվականներին ռազմական նպատակներով շուրջերկրյալ ճանապարհորդություն է կատարել։ Նավը չի պահպանվում 9 կիլոմետրաժն անցնելուց հետո։ Նավի կապիտանը Կուզովը ապրում էր Միտիշի քաղաքում, ուղարկել էր նավի նկարը, իսկ մեր Սանահին կայանից գնացքի մեքենավար Հրաչ Հովհաննիսյանը պատրաստել է նավի մակետը, նվիրել թանգարանին։ Նույն երեխաները ինչպես տեսնում եք, Հրաչ Հովհաննիսյանը բավականին հայրենասիրական աշխատանք է կատարել։ Անաստաս Միկոյանը ուներ 5 որդիներ։ 18-ամյա ավագ լեյտենանտ Վալոդյան 42-ին զոհվել է Ստալինգրադի ճակատամարտում, երեխաներ Վալոդյան ռազմաճակատ մեկնեց կամավոր։ Փոքր տղան Սերգոն 1970 թվականից Լատինական Ամերիկա ամսագրի գլխավոր խմբագիր էր, պատմաբան, ունի 100-ից ավել գիտական աշխատություններ միջազգային թեմաներով։ Վանոն Զենիտ ավիացիոն գործանի գլխավոր կոնստրուկտոր տեղակալ, Ալեքսեյ ավիացիայի գծով գեներալ լեյտենանտ, Ստեփանը սովետական միության հերոս, ավիացիայի գծով գեներալ լեյտենանտ։ Նույն երեխաները ինչպես տեսակ, Անաստաս Միկոյանի 4 որդիները ավիացիայի հորեղբոր ուղղությամբ են գնացել։ Հիմա ոչ մեկը կենթանի չեն, ասեմ, մեր Միկոյանները բավականին երկարակեց են, դա գալիս է Ղարաբաղից, մեր պապերի պապը Միկո Սարգսյանը 200 տարի առաջ եկել է Ղարաբաղի Տող գյուղից։ Անաստաս Միկոյանը մահացավ 78-ին 83 տարեկանում, թաղված է Նովոդևիչում։ Արտյոմ Միկոյանը, Անուշավան Հովհաննեսի Միկոյանը կոնստրուկտորի մասին եմ խոսում։ 10 տարով փոքր էր Անաստաս Միկոյանից, ծնվել է 5 թվականի օգոստոսի 5-ին Սանահին գյուղում, գյուղական դպրոցում սովորել է մի քանի տարի, եկեղեցում, հետո Թիֆլիսի Ներսեսյանում, 31 թվականին ընդունվել է Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմական ակադեմիան, 37 թվականին ավարտելով ակադեմիան աշխատանքի է ընդունվել Մոսկվայի ավիացիոն գործարանում, սկզբից ինժեներ, հետո կոնստրուկտոր, հետագայում աշխատել է գերագույն կոնստրուկտոր և դիրեկտոր ավիացիոն գործարանում։
Միկոյանը համարվում է միգ ինքնաթիռներ, Գ, միգ կչե, Գ, միգ ինքնաթիռների հեղինակ։ Միգը առաջացել է երկու կոնստրուկտորների ազգանների առաջին տարից։ Միգի մտարը Միկոյանի ազգանվան առաջին տարն է, մեջտեղ Ռուսերենին էր մեր հայկական երգն է, Միկոյան Գուրևիչ։ Գուրևիչ եղել է հրյա, տվել ինքնաթիռի շարժիչը, մատորը, բայց հիմնական միտքը, գաղափարը տվել է Միկոյանը, միգ միաժամանակ նշանակում է ակնթարթ, պահ, արագություն, քանի որ Միկոյանի միգերը աշխարհում ամենամեծ բարձրություն բարձրացող եւ ամենարագընթացն են եղել։ Արտոն Միկոյանը իր առաջին միգ մեկը տվել է 40 թվականի գարնանը, նույն թվականի աշնանը տվել է միգ 3, որը մոդիֆիկացվել կիրառվել է հայնական մեծ պատերազմի ժամանակ։ Ասում Մոսկվայի տակ օդային մարտերում խփվել է 940-ից ավելի գերմանական ինքնաթիռ, որից 600-ից ավելի խփել է Միկոյանի միգ 3 ինքնաթիռ, ասում Հիտլերն հետաքրքիր է թե կոնստրուկտորով, մենք հայնական պատերազմը հաղթել ենք միգերով։ Այսօր աշխարհի 55 երկրներում գոյություն ունեն միգեր, միգերը մասնակցել են Եգիպտոսի, Կորեայի, Վիետնամի պատերազմներին եւ միշտ հաղթանակով են դուրս եկել։ Միկոյանի միգերը տվել են 55 միջազգային ռեկորդներ, արագության, բարձրության, որից 26 ռեկորդը տվել է միգ 21-ը, դրսում տեղադրված։ Միկոյանը տվել աշխարհում առաջին ռեակտիվ 946-ին, առաջին գերձայնային երեխեջան ձայնից ավելի արագ, միգ 1953 թվականին, որից հետո արտադրված նրա բոլոր ինքնաթիռները գերձայնային են։ Միկոյանը առաջինն էր, որ 39 թվականին հիմնադրել է Մոսկվայի կոնստրուկտորական բյուրոն, իրեն մահից հետո Մոսկվայի Զենիթ ավիացիոն գործարանը անվանակոչվել է Միկոյանի անունով, իսկ իր աշխատասենյակը պահպանվում է որպես թանգարան։ Իրեն մահից հետո նոր տնօրենը չի մտել որպես սրբություն, հիմա մեզ մոտ թանգարան կա, մյուս իր աշխատասենյակն է։ Արտոնի զինվորական համազգեստերը տիճանքուստից ելում ինք շատ կարճով թիկներ մարդ է։ Ինքը եղել է գեներալ գնդապետ, լեյտենանտ եղին ուսադիրներն են, քանի որ կինը մեզ պատմում էր, որ Միկոյանը իր ձեռքով է կարի ուսադիրները ու որպես սրբություն պահպանում է ինձերով։ Ասեմ, որ Միկոյանները վերջին անգամ Հայաստանում Սանահինում եղան 69 թվականին, Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումից հետո մարշալ Բաղրամյանի հետ միասին, հատկապես Արտոն Միկոյանը շատ մտերիմ էր մարշալ Բաղրամյանի հետ, վերջին անգամ 69-ին եղան Սանահինում, այդ օրը մեր ալավերցիների, սանահինցիների համար իսկապես տոնական օր էր, հանդիպումը կազմակերպվեց եկեղեցի Բաքում յուղի հասարակության հետ, անմիջական հանդիպում էր ու նրանց հետո ոչ մի անգամ չեն եղել, փորձարկող օդաչուի համազգեստը եղան էր, Արտյոմը օդաչու չի, օդաչուի համազգեստ չի հագել, պարզապես նվեր է թանգարանին, 82 թվականին, որ թանգարանը բացվեց, ավիացիոն գործարանը նվիրել է թանգարանին, իհարկե սա 70-ական թվականներին է, հիմա ավելի ժամանակակից կա։ Ինչպես ասեցի Միկոյանի բոլորի, ձեր տալ չի կարի, տրաջան։ Միկոյանի բոլոր ինքնաթիռները տարբեր պետությունների պատերազմների մասնակցել են և միշտ հաղթանակով են դուրս եկել։ միգ 15 ինքնաթիռը հայտնի է նրանով, որ 1950 թվականին, երբ Ամերիկան Կորեայի հետ պատերազմը սկսեց, ասում շատ կարճ ժամանակամիջոցում ամերիկացիները ավերել էին Կորեայի մեծամասնությունը, իսկ երբ սովետական միգ 15 ինքնաթիռը մտավ Կորեայի հողը, նա հաղթեց ամերիկյան բոլոր սերիական ինքնաթիռներին, ամերիկացիները թռուցիկներ ուղարկեցին, այն կորեացի օդաչուն, որ գողանա միգ 15 ինքնաթիռ անցնի Ամերիկային, $100,000 մեր ժամանակ բնական Ամերիկայում, ամերիկացիները սուպեր անվանեցին, իհարկե չկարողացան գողանալ։ Միգ 15 ինքնաթիռը Յուրի Գագայինի ամենասիրելի ինքնաթիռներն էր, բոլոր փորձարարական թռիչքներ կատարել է այս ինքնաթիռով, բայց ավաղ 68 թվականի վթարի ենթարկվեց այս ինքնաթիռով, երեխաներ ոչ թե ինքնաթիռի անզարգության, այլ այս մոթապարիկը չի կարողացել բացել։
Մենակ կասիր եմ կսկիչի։ Արտյոմը շատ լավ գատ է խաղում, ստեղավ կաստրոյդ։ Ինքան լավ էր խաղում երեխեքան, ասպա որ երկիր մեկնում են շոր առիթով, ինքը առաջարկում է, որ խաղանք։ Գիտի խաղի ժամանակ պետք է հաղթի, բայց բրիտանացիներին, անգլիացիներին առաջարկում է, որ ձեզ էլ կրազով եմ խաղալու, միակ տեղը, ոչ մի անգամ ինքը շահադիտական, եթե խաղի ժամանակ հաղթեմ, ինքնաթիռի շարժիչ եք տալու, միք 15 ինքնաթիռի շարժիչը բրիտանական է, չնայած իրանք շատ ծանր են տանում, չեն ուզում ընդունեն, բայց իրականությունը սա է։ Գրազը տարա։ Գրազը տանում եմ միք 15 ինքնաթիռի շարժիչը Չնայած էքսկուրսիա ժամանակ որ դες անգլիացիներն ամ շատ ծանր են տանում, չեն ուզում, բայց իրականությունը է, Արտյոմ անվանի կոնստրուկտոր Տուպելևի հետ, Գուրևիչի հետ, որ համատեղ երկար աշխատեցին, Արտյոմի Մարիից մի քանի ամիս առաջվա լուսանկար է, ուներ երկու աղջիկներ մեկտեղ, աղջիկներ Նատաշան 86 տարեկանում, 6 ամիս առաջ մահացավ, Սվետան Կենթանյանը 80 տարեկան է Մոսկվայում է, Երեխաները Արտյոմի տղան Հովանեսը նույնպես կոնստրուկտոր է, աշխատում է Մոսկվայի ավիացիոն գործանում, որտեղ աշխատել է հայրը, գիտ արտադրական միավորման պետի տեղակալ, մի քանի տարի առաջ տվեց առաջին ինքնաթիռը, M5 փոքր ծավալ ինքնաթիռը, կինը Զոյվանն անազգությամբ ռուս էր, Արտյոմ Միկոյանը մահացավ 70 թվականի դեկտեմբերին, 65 տարեկանում սրտի վիրահատության ժամանակ։ Ասմանա սիրում էր յուրաքանչյուր ինքնաթիռի փորձարկման ականատես լիներ։ Առաջին ֆակտը խփեց այդ ինքնաթիռի փորձարկման ժամանակ։ Դե իհարկե երեխեք ջան, ոչ բոլոր փորձարկումներն են որ հաջող են լինում։ Երբ ասում են ինքնաթիռը մի քանի կիլոմետր օդ է բարձրանում, իր աչքի առաջ պայթում է։ Փորձարկող ութաչունը շատ մտերիմ ընկերն է եղել։ Նու ասմանա այդ հետո մի քանի անգամ մի ֆակտներ էր տարել։ Բժիշկները ոչ մի հույս չէին տալիս։ Գիտակցելով, որ իրենց աշխատանքային ընկերոջ վերջին րոպեներն են, հավաքվում են Մոսկվայի կոնստրուկտորական բյուրոյի իր աշխատանքային ընկերները եւ վիրահատությունը առաջացնում Արտյոմ Իվանիչ, Հովանեսին ռուսները Իվան են ասում, ինչ կցանկանայիք, ասում աչքեր լցրած նայեց ընկերներին, Արտյոմ Միկոյանի վերջին խոսքերն էր ապրել եւ նորից ստեղծագործել, ասում վիրահատությունը սկսած 15 րոպե հետո մահանում է, թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանում 65 տարեկանում 70 թվականի դեկտեմբերի Ստասնամինը երբևէ եղել է ձեր մաս։ Ստասնամին ապրիլ ամսին եկավ այստեղ։ Դա Անաստասի Թոմա, Ալեքսեյ գեներալ լեյտենանտ Ալեքսեյի տղեն է։ Ստասնամի անվանումն էր, առաջացել է մոր Նամի անվան եւ Անաստաս Միկոյանի անվան ապավումներն են։ Հարգանքներ։ Ես էլ իրանց բարեկամ եմ։ Հա, դուք այստեղ ասացի խոսքի մեջ, որ դուք տեղ գյուղից եք, մենք արդեն հասկացանք, որ դուք նկատում եք նաև ձեզ անվանումը։ Պապաս ու Միկոյանների հայրը եւ մամաս Միկոյանների հորեղբոր աղջիկներ, արդեն 13 տարի ամահացել է, ինքը դպրոցում տնօրեն էր աշխատում, այդ ժամանակ հիմնադրեց դպրոցական թանգարան, 70 թվին կոնստրուկտորով մահացավ, մամաս դպրոցում տնօրեն էր, դպրոցական թանգարան, Արտյոմի, հետո 78 թվին Անաստաս Միկոյանը մահացավ, մեր դպրոցական թանգարան դարձավ Միկոյան եղբայրների, հետո դպրոցին կից շենք կառուցեցին 82 թվին, այն ժամանակվա Ռայկոմի քարտուղարին մամաս դիմում տվեց, որ թանգարանը բացվելուց հետո ես ուզում եմ իմ ստեղծած թանգարանը, դպրոցի տնօրինություն եկավ ստեղծում, մամաս չկա։ Փաստորեն, որ ասում են Միկոյանները գուցե Օրբելյանների զարմիցն են, այդ ուղղակի երևակայության արդյունք է, որովհետև Արցախից եկած։ Մենք բոլորով միամուր հիմա ծափահարում ենք Միկոյաններին։ 1940 թվականին նրա ստեղծած ինքնաթիռը զարգացրեց 652 կիլոմետր ժամանակություն։ Հաջորդը MiG-3-ն էր, իր ժամանակի ամենաարագ կործանիչը։ Այն ջախջախում էր թշնամուն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ավարտից հետո MiG-3-ին հուշարձան կանգնեցրեց։ Միկոյանն առաջինն էր, որ հաղթահարեց ձայնային պատնեշը։ Նրա ստեղծած MiG-15-ը ժամանակի լավագույն կործանիչն էր։
Եվ պարզելու համար փայլուն ցուցանիշների գաղտնիքը ամերիկացիները փորձում էին Կորեայի երկնքում օտամարտում խփված եւ ծով նկած որևէ MiG-15 առևանգել եւ խոստացել էին $100,000 այն օդաչուին, ում մոտ որ կհաջողվեր այդ ամենը։ Այդ ժամանակների համար էլ դա բավականին մեծ գումար էր։ Միկոյանի գլխավորությամբ ստեղծած գերժամանակակից կործանիչները սահմանեցին համաշխարհային 55 ռեկորդներ եւ վերջիններիս համբավն ապրում է առ այսօր, թեպետ նա մահացավ 1970 թվականին։